Գարեգին Բ-ն այլևս չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում վերահաստատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնելով ունի ապացույցներ, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը։ Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիչ Ներսիսյանը ներկայացնի հանրությանը իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել հանրությունից իր զավակներին, որովհետև նա մինչև Հայաստանի քրիստոնեություն ընդունվելը եկեղեցու հիմնադրումը այնուամենայնիվ մի քիչ այլ կարգավիճակ է ունեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերեց հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի կուսակրոնության վերաբերյալ կանոնը, որը սահմանում է կուսության ուխտի խախտման հետևանքները։ Նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասին, շնություն անելով այլևս կույս չեն կարող համարվել, այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Վարչապետը հավելեց, ըստ կանոնի կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է դուրս մղվեն եկեղեցուց, 2 տարի ապաշխարեն, ապա մտնելով եկեղեցի 1 տարի ապաշխարողների հետ լինեն։ Այս ամենից հետո անգամ նրանց արգելված է զբաղվել քահանայական գործունեությամբ։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց, եւ ինքը իրավունք չունի, եւ նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է։ Կուսակրոն քահանաները բոլորը առանց բացառության, երբ որ կուսակրոնություն են ընդունում, իրանք Մայրաթորի խորանի առաջ ծնկաչոք տեքստ են արտասանում, կուսակրոնության ուխտը ստանձնում են կամավոր եւ խոստանում են, որ կպահեն, հավատարիմ կմնան եւ կվարեն պարկեշտ կյանք եւ այլն եւ ստորագրում են այդ թուղթը։ Իրենք իրենց ստորագրած թուղթը խախտել են։ Ոնց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը, ոնց կարանք մենք դա հանդուրժենք։ Եվ ոչ միայն նա, ես համաձայն չեմ հանդուրժել դա։ Եվ բոլոր եմ փորձը, թե սա ընդեմ սա հանուն եկեղեցու է, որովհետև Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ երթմնազանց պղծաբարո ներկայությունից ազատվի։ Հայաստան խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը բարձրաձայնեց նիստի ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող գտնվելու վայրն անհայտ զինծառայողների հարազատների պահանջը հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատգամավորի խոսքով նրանց մտահոգել է անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի ճակատագիրը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնանկությունից հետո։ Վարչապետը հայտնեց գտնվելու վայրն անհայտ զինծառայողների հարազատների հետ տասնյակ հանդիպումներ է ունեցել։ Վերջինը հունիսի 6-ին ստացել է 5 հարց, որոնց պատասխանները խոստացել է հնչեցնել 2 ամիս անց նախատեսվող հանդիպմանը։ ԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել եւ չէր կարող փոխել, որովհետեւ ի վերջո կա ինստիտուցիոնալ կառույց եւ մեր պայմանավորվածությունը
որևէ ձևով փոփոխություն չի կրում։ Ես արդեն այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ եւ ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք 2 ամիս անց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանին առնչվող իրադարձություններին, նշեց տեղեկություններ կան, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցներին ստիպողաբար տանում են դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, նմանատիպ իրավիճակ եղել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ երբ այնտեղ պետությունը մասնաբաժին է ստացել, աշխատակիցներին ստիպողաբար ցույցերի տանող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։ Նրանցից շատերը աղերսագրերով եւ մեղայագրերով հիմա գալիս են կառավարություն, ասում են մեզ խնդրում ենք հետ ընդունեք, սխալվել ենք եւ այլն եւ այլն։ Ես հիմա ասում եմ հետեւյալը. հեծի են աշխատողները, հեսա շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն։ Հեծի են աշխատողները, որոնք հիմա կֆիքսենք մենք, ովքեր այդ գործողությունը անում են եւ մարդկանց ստիպողաբար ցույց են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն վայ, բա գիտեք եւ այլն, բոլորը ազատվելու են աշխատանքի։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ տղեկի նման, էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկին ներում չի լինելու, ոչ մեկին։ Հա, որ ամեն ինչ պարզ լինի։ Երկրորդը, այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, եթե հիմա ասենք ենթադրենք նրանց ոչ մեկ չի ազատվի, որովհետեւ մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար, իսկ ովքեր իրավապահ մարմիններին հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան եւ այլն, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Իսկ նրանք, ովքեր ուղղակի կհրաժարվեն այդ տրամաբանությամբ մասնակցել որևէ հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չի ունենա, մենք կարողանանք նրանց պաշտպանել եւ պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավապահների գործողություններից հետո ռուսաստանյան քաղաքական շրջանակներից եւ լրատվական դաշտից Հայաստանի իշխանության եւ վարչապետի հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ, նշեց պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց, ինչ կարող է անել պետությունը, որ հիբրիդային պատերազմի մաս կազմող նման կոնտենտը Հայաստանում չհեռարձակվի։ Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, նմանատիպ հաղորդումները հանրային մուլտիպլեքսում արգելափակված են, սակայն կա եւս 2 մակարդակ, որտեղ փոփոխությունների կարիք կա։ Երկրորդ շերտը IPTV OTT կամ ցանցային օպերատորներն են, որոնք հաճախ մեր խոսույթում մենք ասում ենք մալուխային հեռուստատեսություն։ Այստեղ մենք արդեն իսկ վերջնականացրել ենք եւ կարծում եմ հաջորդ նստաշրջանում ազգային ժողովում կքննարկվեն տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նոր փաթեթը, որը պարտադիր կդարձնի նաև հեռուստաբովանդակության նկատմամբ մեր ակնկալիքները եւ պահանջները, նաև երկրորդ շերտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար, այսինքն IPTV, OTT կամ ցանցային օպերատորներով հեռարձակվող հեռուստաալիքների համար։ Եվ կա երրորդ շերտ, դա համացանցն է, այն ինչ երեկվանից այսօր տարածվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի կողմից, որոնք նաև առանձին դեպքերում յուրօրինակ ցնծությամբ եւ էյֆորիայով տարածվում են արդեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, վերաբերում է այն հաղորդմանը, որը հասանելի է եղել ռուսաստանյան լսարանի համար։ Այսինքն ռուսաստանաբնակ մեր երևի տասնյակ հայրենակիցներ մեծ ոգևորությամբ տարածել են համացանցային տիրույթում, ընդ որում, որը այս պատմության մեջ ամենամեծ ողբերգությունն է, ընդ որում հիմնական մասը ֆեյքեր չեն, մեր հայրենակիցներն են, մեծ ցնծությամբ են տարածել եւ ըստ էության քաջալերող խոսքերով են հանդես եկել հօգուտ այդ երևույթի եւ այդ հաղորդաշարի։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, ռուսաստանցի քաղաքական գործիչների կոչերն ու անձնական բնույթի վիրավորանքները ոչ միայն անընդունելի են, այլև բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր
ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց նաև ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը Իրանում գտնվող իր քաղաքացիներին օգնելու ուղղությամբ։ Այս պայմաններում մենք ոչ միայն մեր հայրենակիցների Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագմամբ քաղաքացիների մասին խոսք առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների որ հումանիտար հարցի մասին են խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման կամ, չգիտեմ, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու, ուրեմն process-ի մեջ ենք, այսպես ձևակերպեմ։ Եթե չեմ սխալվում, 3 թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ օրինակ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի ուրեմն սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, նաև կարող եմ ասել աֆրիկյան մի քանի պետություններ, Զիմբաբվեն, օրինակ Չինաստանի քաղաքացիներ, Ֆրանսիայի քաղաքացիներ, Միացյալ Նահանգների քաղաքացիներ, սա շարունակական process է եւ ինչպես կարող ենք գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան։ Հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վրաց-ռուսական սահմանին կանգնած հայկական բեռնատարների Ռուսաստան մուտքը թույլատրելու եւ հայկական կոնյակը ռուսական շուկա հասցնելու խնդրին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, հայկական բեռնատարները կանգնեցվել են փորձաքննության պատճառաբանությամբ։ Բանակցությունների արդյունքում թույլատրվել է 61 մեքենայի տեղափոխումը։ Այս պահին կա եւս 50 մեքենայի անցման թույլտվության խոստում, որից 33-ն արդեն հատել է սահմանը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։